Ես մի քանի հարցուն եմ վարույթի էլի ընդհանուրի վերաբերյալ, հետո կետերին կանդրադառնամ։ Հարգելի հանձնաժողով, լավ կլիներ պարզել հանձնաժողովի աշխատակազմը սույն վարույթի շրջանակներում, քանի որ ես նախորդ անգամ երեկ ասացի, որ կառավարական սեռով էր ամեն ինչ նշված, ինքնուրույն քանի գործողություն է կատարել, քանի գրումար։ Երեկ մոնիտորինգը հասկացա, այդ մոնիտորինգների մասով եւս հարց ունեմ։ Դրանից բացի հարցում, տեղեկատվության պարզում, ոչ թե առկա նյութերի ուսումնասիրություն, այլ ինքնուրույն փաստերի ճշտմանը ուղղված գործողություններ, ինչպես այլ վարույթների ժամանակ, օրինակ հարցում կազմակերպությանը ստուգեք այս բանը, մոնիտորինգ։ Բացի այս երեքից, ուրիշ ինչ գործողություններ է կատարվել, խնդրեմ նկարագրեք։ Շատ լավ։ Ըստ էության ուզում եմ արձանագրենք, որ այստեղ մենք վարույթի ընթացակարգը մանրամասնելու դաշտ ենք գնում, որի ոչ պարտականություն ունենք, ոչ վարույթի իրականացման հետ կապ ունի։ Հստակ արդեն մի քանի անգամ նշվեց, որ իրականացվել են թվով 3 մոնիտորինգներ, ներկայացված տեղեկատվություններին կից եղել են փաստական տվյալներ, որոնք որպես ընկերության ներկայացուցիչի կողմից ներկայացված տվյալներ դիտարկվել են, այն տվյալների մասով, որոնց մասով պարզման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն եղել է, հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է դրանց պարզմանն ուղղված գործողություններ, դրանց ըստ էության կարող էին ծանոթանալ ներկայացուցիչները վարույթի նյութերին ծանոթանալով, ավելացնելու այլ բան ըստ էության չունեմ։ Արձանագրեմ, որ որևէ հավելյալ գործողություն չի կատարվել, որովհետև շատ բարձ հարց էր, քանի գործողություն է կատարվել, ուսումնասիրել ենք նյութեր, կատարել ենք մոնիտորինգի հետ կապված։ Մոնիտորինգներից առնվազն մեկի կամ երկուսի ժամանակ երրորդ անձ ա եղել ներգրաված։ Ծանոթացել եք արդյոք երրորդ անձի մոնիտորինգին մասնակցելու, ոչ թե կարծիք տալու, մասնակցելու հնարավորության մասին։ Չենք ծանոթացել եւ հանձնաժողովի մոնիտորինգի հետ կապված հարաբերությունները կարգավորում են կոնկրետ նորմատիվ իրավական ակտով, որով նման պարտականություն հանձնաժողովը չունի։ Շատ լավ, ես մի վերքեն արտասեսան։ Ես ուրեմն նյութերի մեջ արկա է առնվազն 40-ից ավել գրավոր ցուցմունքներ։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի շրջանակներում վկաների լսելու պարտականությունը վարչական մարմնինն է։ Կարամ հողումներն էլ տամ հեսակտամ, բայց համապատասխանաբար վկաների գրավոր ցուցմունքները որպես գրավոր ապացույց ընդունելու եւ որպես վկայի ցուցմունք դիտարկելու որևէ կառուցակարգ ինքնին արկա չի եւ վարչական կարող է ուղիղագրված վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքում, որ վկան կարա գրավոր ցուցմունք տա, բայց դա տալիս է վարչական մարմնուն, վարչական մարմինը դրա բոլոր էջերի վրա դնում է ստորագրություն եւ կնիկ եւ դա դառնում է արդեն ոնց որ դեպոնացված ցուցմունք։ Ուզում եմ հասկանամ որևէ վկայի վարույթի շրջանակներում հարցաքններ կամ գրավոր հարցակնություն վերցրվել է թե ոչ։ Վարույթի ընթացքում ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բացատրությունները հանձնաժողովի կողմից չեն դիտարկվել որպես վկայի ցուցմունք, դրանք դիտարկվել են բացատրություններ, որպիսի ապացույցի տեսակը նախատեսված է վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենքում բացատրությունը նախատեսված ապացույցի տեսակը, որը վերաբերվում է բանի մասնակիցներին։ Ուզում եմ հասկանամ դուք իրանց մասնակից եք որպես դիտարկել, թե որպես երրորդ անձ, թե որպես ինչի բացատրություն։ Դրանք դիտարկվել են որպես վարույթի նյութեր, գրավոր ապացույցներ, քննարկվել են եւ դրվել են որոշման նախագծի հիմքում։ Շատ լավ։ Վարույթի շրջանակներում արկա են որոշակի ձևակերպումներ, այդ թվում նաև երեք եղավ հնչեցվեց դիրքորոշում եւ որի շրջանակներում քննարկվեց, մի կոճակի սեղմելով ջնջվել է տվյալների բազան մինչև հիմա վերականգնված չի։ Տվյալ հանգամանքը, այսինքն ընդհանրապես տվյալների բազայի չեղարկումը, տվյալների բազայի մուտքի հնարավորություններ ավել կամ պակաս ունենալը, ջնջելը, ում կողմից ջնջելը, մի կոճակով ջնջելը կամ չջնջելը, ինքնին ենթադրում է որոշակի հատուկ գիտելիքներ, այդ թվում նաև ծրագրային ապահովման լոգերի վերհանում, դրա ուսումնասիրություն, դրանց տեխնիկական ծրագրային կոդի դիտարկում եւ այլն, որևէ փորձաքննություն որևէ տվյալ հանգամանքների պարզման ուղղված գործողություն հանձնաժողովը ինքնուրույն կատարել է թե ոչ։ Պատասխանեք Տիկին Ղազարյան։
Պարոն Օրբելյան, երեք այդ հարցը հնչվեց եւ իմ կողմից տրվել է պատասխան, չեմ զլանում եւս մեկ անգամ կրկնում եմ։ Ծրագրային կոդերի փորձաքննություն անելու հնարավորություն չունենք եւ կարծում եմ կարիք էլ չունենք։ Ես երեք նշեցի, որ բացի տրված ժամանակավոր կառավարչի կողմից տրված նյութին, մեր կողմից եւս իրականացվել է, քանի որ ունենք որպես օգտատեր թույլտվություն տվյալ բազայից օգտվելու, մեր կողմից եւս արվել են փորձեր, որոնք եղել են մի դեպքում ընդամենը 2 ամսվա հետընթացի հնարավորությամբ, որը մեզ այդ պահին խոսքը վերաբերվում է 25 թվականի փետրվարի մասին։ Տրվել է պատասխան, որ դա միգուցե ձեր համակարգչի հնարավորություններից է կամ միգուցե ձեր կողմից կատարվածից է, որը մենք փորձել ենք նաև իրականացնել հաջորդ մոնիտորինգի ընթացքում ընկերությունում։ Բացի այդ, կատարվել էր հարցում նաև շուկայի օպերատորից եւ շուկայի օպերատորը եւս փաստել էր, որ այդ բազան այս պահին տեսանելի չէ իրենց համար։ Հարցի հետ կապված հարցել է, որտեղ տեղեկատվություն տվեց։ Ես ուղղակի ճիշտ հասկանալու համար այս 3 մոնիտորինգներից մեկի ժամանակ է կատարվել, թե մեկ այլ մոնիտորինգի, որ ասիկ դրանից հետո կատարվել է մոնիտորինգի շրջանակներում։ Սույն թվականի 2025 թվականի փետրվարին հանձնաժողովի կողմից իրականացվել էր մոնիտորինգ, խոսքը այդ մոնիտորինգի մասին է։ Երեքի մասին չի էլի, որը վարույթի մեջ ներառված չէ։ Օպերատորի հարցում, այլ հարցումներ եւ այն ժամանակ, երբ որ դուք հարցում եք արել եւ ձեզ պարզաբանել են, որ հնարավոր է ձեր համակարգչի հետ է։ Բայց ես ֆիքսեցի, որ փետրվարին արձանագրել եք խնդիր, հիմա դրանից հետո, որ ասում եք հարցում ենք արել եմ, մեզ պարզաբանել են։ Տվյալ հարցումը պատասխանը որևէ ձև արձանագրված է, արկա է վարչական վարույթի նյութերում, թե ոչ։ Պատասխանեք Տիկնիկ Ղազարյան։ Գրավոր արձանագրմամբ արկա չէ վարչական վարույթի նյութերում։ Բանավոր արձանագրմամբ արկա է վարույթի նյութերում կամ տեսագրությամբ կամ նկարով կամ որևէ այլ ֆիքսված եղանակով հեռախոսագրի վերցանման կամ որևէ այլ եղանակով, եթե արկա է։ Տիկին Աղիյան պատասխանեք։ Պարոն Օրբելյան, այս պայն ունենք փաստ, որ ԲԵԱ համակարգի տեղեկատվությունը վարույթում նշված թվականների մասով ջնջված է, ինչը ակնհայտ տեսանելի է հանձնաժողովի ունեցած հասանելիության շնորհիվ, երբ որ հանձնաժողով բացումը ԲԵԱ համակարգում այդ տեղեկատվությունը չկա ու այս փաստը առավել քան հանձնաժողովի համար փաստված է ու որևէ հարցում կարծում եմ շուկայի օպերատորի նույնիսկ գրավոր թե բանավոր ընդհանրապես հավելյալ ճշտման նպատակով է արվել։ Եթե նկատի ունեք գրավոր կամ բանավոր ցանկացած ապացույց շուկայի օպերատորին կատարված հարցման կա թե ոչ, դա չկա, հանձնաժողովը ուղղակի լրացուցիչ ճշտման նպատակով այդ թվում ընկերության կողմից մատնանշված հնարավոր տեխնիկական խնդիրների պատճառով հանձնաժողովի կողմից տեսանելի չլինելը հիմնավորելու, փաստելու կամ չփաստելու նպատակով լրացուցիչ հարցում է արել։ Հարգելի հանձնաժողով, զուտ վարման կարգով մի հատ հարցել է, որ ասում են հանձնաժողովի, ենթադրում եմ հանձնաժողովի աշխատակազմը։ Կարող եմ չէ՞ տենց ենթադրել, թե հանձնաժողովի անունից խոսելու, զուտ ճշտելու համար եմ ասում, այսինքն հանձնաժողովի որոշում։ Իմ խոսքի մասով կուզեք, ես բացատրեմ, թե հանձնաժողովի։ Բացատրեմ ինչ եմ ասում, էլի, եթե օրինակ կա հանձնաժողովի որոշում, հանձնաժողովի ընթացակարգով հաստատված փաստաթուղթ դա մի բան է, եթե աշխատանքային ռեժիմով կա փաստաթղթեր, էլի որտեղ աշխատակազմը սպասարկում է հանձնաժողովին ամեն դեպքում, զուտ հասկանալու համար տվյալ դեպքում հանձնաժողովը, թե հանձնաժողովի աշխատակազմն արձանագրել։ Ես պատասխան։ Իմ խոսքի մասով ամեն դեպքում նշածը հասանելիություն ունի հանձնաժողովը բնականաբար եւ այդ նպատակով այդ հասանելիությունը ապահովում է հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների կողմից։ Տեխնիկական հնարավորություն բնականաբար հանձնաժողովի 5 անդամները չեն գնում եւ նստում այդ հասանելիությունը մշտադիտարկումանում աշխատակազմի աշխատակիցներն են այդ մշտադիտարկումանում հասանելիությունը տեխնիկապես այդպես է ապահովում, բայց ուզում եմ հիշել այլ նախադասության մեջ օգտագործել եմ թե չէ հանձնաժողով բառը։ Ես զուտ ուղղակի ճշտելու համար ես հələ որ վարույթի ընթացքին եմ, հետո առանձին կետին որ անդրադառնանք բովանդակային կանդրադառնանք։ Յուրաքանչյուր դեպքում կարող ենք ճշտել։ Շատ լավ, հաջորդ հարցը։